Ամպերում շաբաթն սկսվում է հարցազրույցով։ Այստեղ ձև ենք տալիս, որ հարցազրույցն արդեն սովորական բան է դարձել մեր համար։ Ամեն թռիչքից հետո հարցազրույց ենք տալիս։ Հարցազրույցից հետո կամերաներից շատ հեռու չենք գնում, որովհետև նկարահանումներ ունենք YouTube-ի ու Instagram-ի համար։ Էս որ իրոք սովորական բան է դարձել։ Օրը շարունակվում է սիմուլյատորների առաջ, թե սենց ասած վարպետության մակարդակն ենք բարձրացնում։ Մեր ռոբոտաշինությամբ ըստելով ժողովրդի մոտ կակաո թայմա լուրջ բան են քննարկում ռոբոտաշինության փիլիսոփայական հիմունքները։ Կարևոր քննարկումից հետո մեծ հյուրընկալում են դպրոցականները ծանոթանալու դպրոցին։ Ոնց տեսնում եք, մենք ուրիշ հերոսի անուն չգիտենք, ու Վլադը հարցազրույցից հետո երեխեքին է ընդունում ձեռքի հետ էլ նկարահանում անցկացնում դրոնով։ Լավ, որ Վլադին շատ չտանջենք, հաջորդ խմբին ընդունում է մեր դպրոցի հիմնադիր տնօրեն Սարիբեկ Կարոյանը։ Բա ինչ էիք մտածում, որ տնօրենը պետքա գործ չանի։ Տիգրան ինչ որ կարևոր լուրջ գործերի մեջ է, մենք էլ գլուխ չենք հանում, հարցեր չենք տալիս այդ ընթացքում։ Ծանոթացեք մեր դպրոցի աշխատասեր մեղուն, ոչ քունունի, ոչ դադար, աչը քաշած աշխատում է 3D տպիչը։ Տիգրանն էս ընթացքում դրոններն է պատրաստում թռիչքի, իսկ Նանեն էլեկտրոնիկա է բացատրում, Լիլիթն էլ պստոների ռոբոտաշինության դասն է անցկացնում հենց մեր տեսադասերով։ Չմտածեք, մի քիչ էլ համբերեք, այդ հնարավորությունը դուք էլ կունենաք։ Սոնան ու Տիգրանը թռնում են թռիչքի, Հովհաննեսն էլ փոքրերին ծանոթացնում է սիմուլյատորին։ Հետո կարևոր ժողով է, ոչ այդքան ոնց փոքրերին է, բայց կարևոր էր, մտածում էինք ընդմիջմանը ինչ ենք ուտելու։ Ընկեր Տիգրանը մեղքերն է քավում, ձգում պետք է անի։ Ռիմանում։ Որտեղ մենք ունենք շատ արագ անցանք 49 վայրկյան, նայում անում։ Այո։ 40 հատ։ 40 հատ քեզ Այս ընթացքում Ձյունն էլ է հասցնում գա, Լիլիթը նոր խմբի հետ է արդեն դաս անցկացնում, իսկ շաբաթն ավարտում ենք Սոնայի փայլուն կատարմամբ։ Հիմա կասեք երգն ուր, ամպերն ուր, բայց մեր նոր պրոյեկտի համար է, փակագծերը կբացենք շուտով։